Շնորհակալություն։ Գրեթե ամեն օր Նիկոլ Փաշինյանը Facebook-յան գրառում է անում ու հստակ ասում է, որ վեհապարը պետք է հեռանա։ Հա, իմիջից հա։ Ամեն օր ասում է։ Հիմա իշխանությունը ինչ պլան ունի կոնկրետ։ Հենց հիմա պլանը հարաբերությունները կարգավորվելու են։ Մինչև վերջ գնալու եք հասնեք մինչև կալանավորման, որովհետև տեղը լսեք, ուրեմն պետք է կալանավորել շարունակվել է։ Ես խնդրում եմ։ Ինչ եք պատրաստ։ Ես խնդրում եմ, հորդորում եմ, եկեք մի քիչ առաջ գնանք, էլի արավինց վարվում է։ Ես խնդրում եմ, հորդորում եմ Կտրիչ Ներսիսյանին հնարավորինս արագ լքի իր այդ կարգավիճակը, որը հիմա բռնացել է։ Խնդրում եմ, առաջարկում եմ անել։ Ինչքան երկար տևեց այս պատմությունը, այնքան այս պատմությունը Իրան, մեր երկրին, մեզ բոլորիս ձեռնտու չի լինելու։ Վերջը լինելու է նույնը, ինքը լքելու է այդ տեղը։ Խոսքը ժամանակի մասին է եւ խնդրում եմ, նորից եմ ասում, խնդրում եմ, թող շատ բան չանի, խնդրում եմ, թող լքի, թող վերջացնի։ Հա? Զուզանա ջան, ես ԱԱԾ-ից ինչ կապ ունեմ, դուք խանգարում եք ինձ, դուք խանգարում եք ինձ։ Ինչ, այսինքն վերջին դեպրվագը մենք տեսանք ԱԱԾ-ով գնացին։ Հարգելի, բայց այդ ԱԱԾ-ով չգնացին, չէ՞ որ էլի այն անեկդոտը հիշեմ, որ դու ոչ մի բան չէիր արել, տենց քեզ ասեցին ուղղակի դե։ Լավ, ես տեսա ոդկով ոնց էր գալի, ոդկով գալացող մարդը Գյումրիից չի գնում երկու օր թաքնվում վեհարանում, հետո լավ, ստեղ, այդ հերախսը հերտար։ Հերո։ Պարոն Սիմոնյան, ինձ հետաքրքիր է դուք դատախազից գրություն ստացել եք Դեր ոչ, այսինքն բայց դες ասել են գալու են նման։ Իսկ կալանավորումն էլ է լինելու։ Չեմ կարող ասել, կստանամ նոր։ Բայց քրեական հետապնդման մասով գիտեք, որ ես այդպես հա գալու եմ, սպասում եմ, որ իսկ դա լինելու է հուլիսի 4-ին եւս մեկը ստացել։ Չեմ կարող ասել։ Մինչև չլինի, մինչև չստանամ չեմ կարող ասել, ոնց ասեմ։ Ինչ բացատրեմ, ստեղ ենք։ Լավ, շատ լավ փուլում է, շատ բարի փուլում է։ Դե կգա կքննարկվի, չէ, կգա կքննարկվի, չէ, դատախազությունը պետքա պատրաստ լինի։ Պետքա պատրաստ լինի, մենք օրենք ենք փոխել, գիտեք, մենք հնարավորություն ունենք հատուկ դրա համար արտահերթանենք, դրա կարիքը կլինի։ Պարոն Սիմոնյան, եւ նորից ձեր ասացի մասը Հայլեկ ջան, կգամ, հեսա նարեկ վերջացնենք։ Պարոն Սիմոնյան, դուք որ նշում եք, պետք է կաթողիկոսը հեռանա եւ եթե խնդրում եմ, ասացի խնդրում եմ։ Ինչ, հետո ինչ չի կատարում ձեր Ամենն դայն անեն, չի կարող։ Դե բա ժողովուրդ չի կարող, որովհետեւ ես որպես հավատացյալ մարդ, որը որ մկրտված է հայ առաքելական եկեղեցում, որի համար հայ առաքելական եկեղեցին սրբություն է, ես չեմ ուզում, չեմ կարող հանդուրժել նման բանը եւ չեմ ուզում, չգիտեմ, չեմ մտածել, ցավում եմ, պայքարելու եմ, համոզելու եմ, այն ինչ որ անում է վարչապետը, օրինակ, վարչապետը ինչ անում, ամեն օր բացատրում է, ամեն օր ցույց է տալիս ճանապարհը, ամեն օր, թե կապրեն կտենանք։ Ինչ ես վրազում։ Մետրոսները կփոխվի փոխվավ չէ մի օր։ Սերժ ինչքան վաղ դուրս էին գալի միցինգ էինք անում։ Ռոբերտ Քոչյանը ինչքան վաղ դեռ չէր տա։ Այսինքն կաթողիկոսը դեռ 10 տարի ունի։ Չեմ կարծում։ Բացի Արտուր Սարգսյանի մի րոպե, չգիտեմ Հայլեկ ջան։ Այն նշած մարդկանց հետ կապված գիտեմ որ պետք է գա։ Ասում բացի Շողիկի ասած մարդկանցից որևիցե այլ մեկի մասին ինֆորմացիա չունեմ։ Այս ենթադրյալ հեղաշրջման փորձից մասին հայտարարելուց հետո արդյոք բարձրաստիճան պաշտոնյաները իրենց անվտանգությունն ուժեղացրել են։ Չէ, ցավոք սրտի, բայց կարելի է։ Դե որովհետև վտանգավոր է։ Չէ, որ ասում եք չէ, Դե չէ, ավելի չգիտեմ, քիչ են կարող։ Չգիտեմ։ Բայց դուք կարծում եք, որ անհրաժեշտություն կա։ Լսի, ես ընդհանուր առմամբ նեղսրտում եմ իմ շուրջը պատտվող մարդկանցից, որովհետև անձնական տարածք չունեմ առնվազն, բայց չի արվել հիմա։ Բայց դուք ձեզ վտանգ զգում եք։ Տենում եք, որ ինֆորմացիաներս ճիշտ է։ Չէ, դա մի ժամ առաջ էր հրապարակվել։ Դե ես հիմա ես ուրիշ տեղից եմ։ Բայց դուք վտանգ զգում եք ձեր անձի հետ կապված։ Ինչի՞ պետք է չզգամ։ Ասենք քեզ թվում է ինչ չեն սպառնում։ Իսկ այդ վտանգի հետ կապված ինչ քայլեր եք անում։ Որ քեզ ամեն շաբաթ ինչ որ մեկը անծանոթ բանից էջից կամ թեկուզ բաց էջով սպառնա ֆիզիկական վրա, հետո պլանը լինի, որտեղ որ գրավում են հիմնական շենքերը, երկիրը քաոսի է վերածվում, մարդիկ են գյուլվում եւ այլն, դու չէիր անհանգստանա, իհարկե կանհանգստանա, մարդիկ բոլորը։ Իշխանականներին հարցեր տալու համար ինձ այս վերջին մի քանի տարում 10 օրը մեկ գրում են քեզ որտեղ տնան գլուխը ջարդում։ Չես անհանգստանում։ Չէ, որովհետեւ հələ Իզեթե նման դեպքեր լինեին, օրինակ քո գործընկերներին ծեծեին, սպանեին, կանհանգստանայր նախ։ Իմ գործընկերներին ծեծել եւ սպանել են։
ընդամենը վերջը։ Իմ գործընկեր Վահե Մակայան թևերն էլ բոլորը են այստեղ։ Իր թևերը չեն բոլորը։ Իր պատմածով ինքը ստեղ քրեական ենթամշակույթի կներեք այդ բառիս համար որ զակոնի կարգավիճակ ուներ, բոլորի վրա ֆշշրեց, բոլորի վրա գոռաց, բոլորին վիրավորեց, իր ասած գնաց, եկեք մնանք այդ կարգավիճակի մեջ, իր թևերը ոչ մեկ չի ոլորել, ինքը ես ասել եմ ոստվոս տալով ստեղից հեռացել է մեկ ընդմիշտ։ Քանի որ Իմ գործընկերներից Կարեն Դեմերչյանին է սպանել, ինքը իմ գործ, ես ազգային ժողովի նախագահ եմ, ինքն էլ էր ազգային ժողովի նախագահ, Արադ Միրզոյանին էլ ծեծել են այնքան, մինչև մտածել են, որ մահացած է, չգիտեիր։ Բա ինչ ես ասում։ Հետևում եմ, բայց մինչև օրս հենց ձեր իրավապահ համակարգը լավ չես հետևում, արդեն մի քանի օքի ձերբակալվել է։ Ձերբակալված սպանության փորձով ընդամենը երկուսն են, բայց տեսանյութերում հազարավոր մարդիկ են երևում։ Ես համաձայն եմ, որ իրավապահները այդքան լավ չեն։ Ես համաձայն եմ, ես քո հետ համաձայն եմ, թող ջանասիրություն ցուցաբերեմ, համաձայն եմ, բայց այդտեղ վիճակո էր։ Դե ինչ կա։ Այլ հարցեր։ Բախտերուշ պետք է հեռանա Կադրիչ Տեր-Սիսյանը, որ տեղի ունեցողը հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին է հարվածում։ Նախ ընդհանուր առմամբ ինչ կապ ունի տեղի ունեցողը հայ-ռուսական հարաբերությունների հետ եւ ինչպես է ձերբակալությունների հարվածում։ Դե երևի իրանց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն է նայել եւ տես տպավորություն է մոտս բաներ եղել, որ սա իրոք հարվածում է հայ-ռուսական հարաբերություններ եւ իրոք իրանց այդ դեգեներատ հաղորդավարների ելույթները իրոք վրդասում են հայ-ռուսական հարաբերությունը։ Մենք ունեցել ենք շատ լավ այց իմ գործընկեր Մատվիենկոյի այցը Հայաստանի Հանրապետությունում, ռեգիոնների ղեկավարների, սենատի անդամների շատ լավ այց ենք ունեցել, շատ անկեղծ։ Ու հիմա այդ մարդիկ որովհետև ամեն ամիս, չգիտեմ, Սամվել Կարապետյանը կարող է ուրիշ մարդ, չգիտեմ, ծրարով մի 30-50 հազար դոլար փող է տվել, հիմա իրանք ասում են, որ դրանք իմ ընկերներն են, էլի, ում փող է տվել, հիմա իր ընկերներն են, ում հարսանիքին կանչել է երկել են, էլի իր ընկերներն են, բան, տենց այդ մարդկանց հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանություն, թող ռադները քաշեն, վերընկնեն, իրանց գործով զբաղվեն եւ մեր երկրի ներքին գործերին չխառնվեն, դրանք հակառակ էմոցիա են առաջացնում։ Իմ մոտ չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ, ասում եմ, թող բերանները փակեն, ռադները քաշեն։ Ու ես համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս բաների հետևանքով պետք է արդեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այդ մանկուրտների, կապիկների ծրագրերը վաղուց փակված են Հայաստանի Հանրապետության, իրաց մուտքը Հայաստանի Հանրապետություն փակված է, բայց եթե պետական ալիքները իրանց թույլ են տալի խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է նույն ձևով արձագանքենք, առնվազն փակենք իրանց մուտքը մեր հանրության բնակարաններ, որովհետև եթե փակում ես, ասում եմ, այդ որոշ դեգեներատների բաները, մանկուրտների բաները, այդքան է ճիշտ ծրագրերը, բայց դրանք ոնց էլ լինի, բանի ինչ որ այլ ծրագրի մեջ, ինչ որ կտորներով ցուցադրելով էլի սողոսկում են եւ մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդի առնվազն նյարդերի վրա ազդում են։ Այլ հարցը որ մեզ ինչ որ ձևով օգուտ է տալիս, որտեղ երբ որ հեքիաթներ են պատմում, որ Հայաստանում ԱՄՆ-ի, չգիտեմ, սպեցնազը ազգային ժողովում էր կամ կառավարությունում էր կամ ինչ-որ բան, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գիտի, չէ, Հայաստանում ինչա կատարվում, հասկանում են, որ սուտ են ասում, բայց մեկ այլ հարց է մեր երկրի անվտանգությունը, կամ Հայաստանի Հանրապետության պետական գործերին պետքա չխառնվեն, կամ ներողություն եմ խնդրում, իմ անձնական կարծիքն է, որ պետք է այդ հարցը քննարկենք։ Լավրովին իր գործընկերը պատասխանել է, ես ավելացնելու բան չունեմ։ Չասեցիք Ֆրանսիայի նախագահը չխառնվում Հայաստանի գործերին, որ երբ որ աջակցություններ ցույց տալիս, ասում էր Հայաստանում ապակայունացնելու այդ փորձերին համերաշխություն են հայտնում։ Հիմա որ ես ասում եմ, կամ որովհետեւ մեկը ասում է, լսեք, Մակրոնը չի խառնվում, որովհետեւ ասում է տերորիստական ակտի մասին տեղեկություն կա, մի արեք, որովհետեւ դա անվտանգությանը կվնասի, եթե թարգմանենք կարճ լեզվի, հա, դա նորմալ բան, ես կարամ ասեմ, որ երբ որ որոշ երկրների ներկայացուցիչներ խառնվում են մեկ այլ երկրի կամ տերորիստական ակտին, դա պետք չի կարելի, դա ինչ է, ժողովրդավարության մասին խոսակցություն է, չի համարվում դա։ Պարոն Սիմոնյան, ասացիք, որ Գարեգին բնդ Կտրիչ Ներսիսյանը միևնույն է հեռանալու։ Հետաքրքիր է Վազգեն Գալստանյանի եւ Միքայել Աջափարյանի ձերբակալությունից կալանավորումից հետո Գարեգին բնդ փորձել է կոնտակտի դուրս գալ, կապի դուրս գալ իշխանության։ Ես կարծում եմ իշխանության հետ կապի մի ձև կա։ Իշխանության հետ կապի մի ձև կա։ Հանրորեն դուք հարգելի լրագրողներ, լավ դուք այդքան անզոր եք կներեք այս բառիս համար, չեք կարողանում այդ հարցի պատասխանը գտնեք։ Ընդհանրապես, ես տեսնում եմ, փայլակ ուր է գնաց, փայլակներ,
հարց եք տալի, ասում լալա առաջ դենով ամեն ինչից խոսում է, բացի հարցին պատասխանելուց։ Հարցրեք, ասեք, եղբայր, երեխա, ունես, չունես, հա, չէ։ Իր հեռացման Լսեք, բայց հələ մարդիկ կան, որ ասում են, դե հələ ինքը չի ասել։ Այդտենց ինքը տենց աչքերը փակում, ակաժները փակում, ձևը անում, որ գոյություն չունի։ Հիմա ինչքան է մեզ բոլորի ձեզ խափելու, ինձ խափելու, ձեզ խափելու։ Այդ քողը, որ գցել էր հարսի, երբ որ դառնում էր կաթողիկոս։ Ես չեմ ասում դա վատ բան, ես ամենևին ձեռ չեմ առնում, հանկարծ չմտածեք, դա եկեղեցական կարգ է, ընդհանրապես խնդիր չկա դրա հետ կապված։ Ասում եմ դա, բայց նշանակություն ունի, չէ՞։ Պարոն Սիմոնյան, բայց այս իշխանությունն էս ինչ է, կներեք, էս ինչ էժանագին բան է, թեմա է անցել։ Մի գնահատական։ Կաթողիկոսին վերագրվում ասում են ռուսական ծառայությունների։ Ես դες բան չեմ ասել։ Ձեզ չեմ Ով ասել։ Տենց խոսակցություն, հմեկի հետերում ասում են ռուսական բան է, ռուսական հատուկ ծառայության գործակալը։ Ունեցվածքի մասին։ Նարեկ ջան, բայց կներես էլի, ներողություն եմ խնդրում։ Իշխանությունը Ներողություն եմ խնդրում։ Ինչի՞ է վերթովմունքը, այդ ջղայնությունը։ Օրինակ չես ասում, ընդդիմադիր մեր գործընկերներին, որ օրինակ իմ մասին ինչ ասես ասում են։ Դու գիտես, չէ՞, իմ լավ եւ վատ կողմերը, գիտես, որտեվ շփվել ենք մենք։ Ինչի՞ չես ասում, օրինակ, չգիտեմ, էս ինչան էս ինչ։ Դու ո՞նց ես իր մասին սենց բան ասում, ինչի՞ ես տենց բան ասում։ Ուզեմ հասկանամ, գիտեմ, որ իմ մասին վատ բան չեն ասում։ Ինչի՞ չես ասում, ուզեմ հասկանամ։ Բայց որ չեն ասում ո՞նց ասել։ Մերսի, ապրես։ Շնորհակալություն։